Ես չեմ հասկանում ինչի է, ինձ տնից խաբել եմ ուտած։ Ես գնացել եմ Սիրեկան Պետրոսյանի հետ, Արման Հովսեփյանի օգնականի, Գերմանիա։ Գնացել եմ պարզաբան եմ, ասել եմ իմ աղբերից խաբել է ես, աշխատելի 50%-ը գոնե ես պետք է լինեի, ասում եմ ես խաբել է։ Մեզ այդպես խնդիր չենք ունեցել, որ մի հոգի չլինի էլի, որտեղ խաբել է այն ժամանակ իբր բան մի հոգի պետք է լինի բան, ու տարի անունով է բացել, իմանալու չի արել։ Շանթ Պելյուսը ձեր եղբորանով այլ։ Հա, էլի նույն ձերի 50% եղել է Արամ Ղարիբյանի անունով, ինձ ասել է պապայի անունով է, եւ ինձ էս կանենք բանով։ Ես ներքի զորքերում եմ ժամանակ ծառայել, բան իմ անունով ասենք մեծ տարի չէր էլի իմանալու ֆիրմաները լի բան, ասեն պետք չի։ Ամեն մարզամունքային համագերում աշխատել ես, ինտական պատասխանատուներն են, այդ համերգները բանը սա ես եմ կազմակերպել։ Վերջի 25-րդ համագումարը կոմունիստների 85 թվականին։ Սա է ծնունդ սպասարկում է, ամբողջ ներսի ծնունդ սպասարկումը ես եմ կազմակերպել։ Որտես ֆիրմայի անունով անելու խնդիր չէ։ Արամ Ղարիբյանը ասել է 50%-ը պապայի անունով է, երկու կուզես անեք բանը, եթե քեզ պետք է, հա։ Արամ Ղարիբյան։ Դե հայրամը չեն կերում։ Վետական պարզվել է, ատեղել է խաբելից։ Ոչ թե եղել է պապայիս անունով, այլ եղել է իր տղու անունով, իրականանել է Արամ Ղարիբյանը։ Այսինքն խաբելից այդ Շանթ Պելյուսի հետ կապված Արման Հովսեփյանը, որպեսզի ընդհանուր հայտարարի գա, ես ոնց հասկացա այդ ժամանակ մեջ է ունեցել։ Արման Հովսեփյանը միջամտություն ունեցել է, թե ոչ։ Ինչ միջամտություն։ Շանթ Պելյուսի հետ կապված, որ ինչ-որ այդ խնդիրը օրինակ ձեր մեջ է վեճը լուծվի ու ինչ եղանակով, ինչ Արամ Հովսեփյանը միշտ փորձել է մեզ հաշտեցնել եւ այդ խնդիրները լուծել։ Սակայն իր ուժերից վեր է եղել, հա, ինչ առումով, որ Մամեր Ղարիբյանը անընդհատ ամեն մի հանդիպման ժամանակ, որ մենք հանդիպել ենք, որ պետք է լուծում տանք այդ գույքերի, իր անունով եղել է, ասենք իմ անունով եղել է 1-2 գույք, իր անունով եղել է 23 հատ գույք։ Այդ 23 հատ գույքից ինձ ոչ մի բան այսօր չտվեց։ Եվ Արման Հովսեփյանը փորձեց, որ կարողանա հաշտեցնել կամ այդ գույքերը բաժանել, այդ բաժանումը չկարողացավ, այսինքն չստացվեց։ Բայց երևի մի արեկտով իրան ձերը տալիս վիճակականությունը մեր թուլությունը, մեր թուլանալը, չգիտեմ ինչ է, ես չգիտեմ ինչ է։ Երևի որ մի բան շահեր է տվեց, էլի։ Դատարանում եմ ասել։ Որտեղ ասենք լինելով ինքը գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախագահ, եթե ու անվանին մարդ չի կարող այդ հարցը լուծի, ուրեմն նշանակում չի ուզում լուծի։ Ոչ թե չի կարող լուծի։ Ո՞նց հասկանում։ Ասեք, Վրեժ Մարտիրոսյանին ճանաչել եք, թե ոչ, ինչ հարաբերություններ եք ունեցել։ Վրեժ Մարտիրոսյանին ճանաչել եմ, եղել եմ մեր ընդհանուր ընկերների շարքում, ամիսին 5-10 անգամ եկել է իմ մոտ հացակել եք, ճաշկերույթը, մասնակից ճաշկերույթի, եւ դա եղել է վստահելի մարդը Արման Հովսեփյանին, որտեղ ես ասի ախպերս խաբեբա է, բոլոր աղմուրերով, Մամեր Ղարիբյանի մասին եմ խոսել, ինձ անընդհատ գցել է, խաբել է, ես իրան չեմ վստահում, այսինքն պայմանավորվածությունը, որ եղել է Արման Հովսեփյանի ներկայությամբ, Վրեժ Մարտիրոսյանի ներկայությամբ, որ ես պետք է 3 հեկտար հող նվիրեմ, այդ առիթով է գնացել եմ, այդ հողամասերը կտրտել եմ, կտրտած չի եղել, մասնատել եմ, որ այդ 3 հեկտարը տամ Մամեր Ղարիբյանին, ու դրա դիմաց ասել եմ, փակել էր ամբողջ գործունեությունը Շանթ Պելյուսի, քանի որ իրար չէր, իր սիրտը չէր ցավել։ Այդ ամբողջ գումարները ես եմ ներդրել, ես եմ այդ ամբողջ արտադրությունը կազմակերպել, ոսկագծել եմ սարքել, շատ գերեզոր կամպյուտերացված ոսկագծել, պահպանակ արտադրում եւ մշակել։ Ինքը ամբողջը փակեց, պարալիզացվեց։ Զանգեր ջուրը փակեցին, գազը անջատեցին, բոլորը փակեցին։ Եվ ֆիրմանը դադարեցվեց։ Շանթ Պելյուսը, այո, ստիպված 2007 թվականին ես նոր ֆիրմա եմ բացել, Էլիչան անունով, որ կարողանամ աշխատել, այսինքն շուկան դատարկ չմնա, նոր հոսքագծել եմ ձեռք բերել, նոր հոսքագծել եմ առել, վերել եմ, տեղադրել եմ ու սկսել եմ աշխատել։ Շատ ծանր վիճակ
Հող աշխատողներին են նույնիսկ ազատել, 150 հոգի մի օրում ազատել է, որ պատկերացնել, այս պարալիզացնելը ոնց է դեպքում է, հիմնարկը կանդելը, ոտես կանդել է այդ հիմնարկը, այդ իրանը չի եղել, ինքը պատահական դերել է դրա 100% բաժնուկերը, ասում իսկ ես հողամասը տալու հետ կապված, ինչ խոսակցություն է եղել, ոնց է։ Այդ լանիսների հասնումից է գնել եք, ուրեմն ինչ է եղել, դե ախպերս մտածել է, որ այդ հողը, հողամասից ինքը բաժին ուզեի, որտեղ ինքը բաժին չուներ ուզել, այդ հողամասը ես իմ անձնական, մենք քանի որ արդեն բաժանել ենք շահույթը, կեսը ինքն է վերցնում, կեսը ես շահույթ ինքը իր համար է ներդրում անում, ուրիշ լիքերը ավերման է ընթացքում, ես էլ այդ հողի վրա եմ դրել իմ հողին, ինչքան ունեցել է, կարող է հողի վրա ծախսել եմ, բայց ինքը մեծ արեց, որ ինքը այդ խոսակցությունների մեջ բերեց նրան, որ այդ հողից ինքը պետք է ինքն էլ բաժին ունենա, ասի խնդիր չունեմ, մի մախվերս ես, իշխանա պետք ես, բա 3 հեկտար, ասի 3 հեկտար, գտում եմ տամ կես, դու էլ ասի այդ ֆիրմայի շահ պելուսնել հիմնա չէ, ես եմ ստեղծել, չէ, զրոյից ես եմ ստեղծել, առաջի պախվակը արտադրել է մարզավերգային համարերի 84 թվականին։ Եվ այդտեղ զարգացել է։ Դու էլ ասել մի ֆիրմայի տնիկները դուր, ավտոները դուր, որ կարողանան չպարալիզացնել աշխատել։ Չի տվել։ Այդ պայմանավորվածությունը հողամասը տալու կնիքները տալու։ Այո, դա է միանպես պայմանավորվածություն։ Ովքեր են մասնակցել այդ պայմանավորվածությանը։ Արման Հովսեփյանը, Վրեժ Մարկոսյանը, Մամբել Ղարիբյանը եւ ես։ Իսկ առաջարկում կողմից է եղել, որ այդ հողամասը տրճի։ Ստալեմ ասում։ Կասեք, առաջարկ ամենասկզբից ով արել, որ հողամասը գրանցվի ըստ գործունեության Վրեժ Մարկոսյանի։ Ուրեմն բոլոր մեր գործերին մասնակցել է Արման Հովսեփյանը։ Բոլոր մեր վեճերի, հարաբերություններին, եղել է մեր տանը, գտնվել է մեր տանը նույնիսկ, լինելով գլխավոր դատախազ։ Որպես այդ վեճերը հարթի։ Մամեր Ղարիբյանը վեճ է սարքել հարձակվելային վրա, ես էլ ասել եմ սենց այս պայմաններում չեն կարող մենք կիսենք։ Ինչ է ուզեցել են կիսենք այդ գույքերը։ Ինքը ոչ մի բան չի տվել, բայց ես բարի որպես մարդ տղա, ասել եմ 3 հեկտար տալիս եմ ինչ ես։ 3 հեկտարը Արման Հովսեփյանի գիտությամբ, Վրեժ Մարկոսյանի գիտությամբ ես փոխանցել եմ, նվիրատվել եմ Վրեժ Մարկոսյանին։ Վրեժ Մարկոսյանը 3 հեկտար հողի բան չուներ, չէ՞ որ ես իրան նվիրեի, ով այլ է ինքը որ նվիրեի։ Իմ ոչ բարեկամը, ոչ ազգակիցը, ոչ ինքները իմ ոչ մի բան։ Արման Հովսեփյանի ասելով, որ սա իմ վստահելի մարդն է, իրան կարող ես վստահել, ես ասել եմ իմ աղբորը չեն տալի։ Եթե տան ինքը նորից ինձ կգցի, կնիկները մեքենաներ չի տա։ Տվել են Արման Հովսեփյանի ասելով, միջնորդությամբ, ներկայությամբ իր ասելով, տվել են Վրեժ Մարկոսյանի, որ աղբերսը կնիկների տա, չի տվել, խախել է։ Ճիշտ հասկացա, այդ հողամասը նվիրատվությամբ Վրեժ Մարկոսյանի անունով։ Այո, նվիրատվել է, որ ինքը փոխանցի Մամեր Ղարիբյանին, Մամեր Ղարիբյանից էլ վերցնի կնիկները, մեքենաները ինձ փոխանցել, որպեսզի իսկ երբ որ Վրեժ Մարկոսյանը փոխեցիք, կնիկները եւ այլն ձեզ փոխանցվեց, չտվեցին ոչ։ չտվեցին։ Ես 2 միլիոն եվրո փող եմ եկալել, Բիբլոս բանկից վարկ եմ քաշել, վարկ եմ վերցրել, փող չեմ ունեցել ես, բացակը զրոյի վրա եմ ունեցել։ Բիբլոս բանկը ինձ վարկավորել է, վարկ եմ վերցրել, մեքենաներ են բերել, բանից, Գերմանիայից, տարբեր երկրներից աշխատել։ Ոտ մի 100 մեքենա են ներկրել, բերել են սկսել են աշխատել։ Հողամասի ինչքան էր, քանի հեկտար էր, ինչքան է Վրեժ Մարկոսյանին 3 հեկտար փոխանցեց։ 3 հեկտար փոխանցեցիք Վրեժ Մարկոսյանին։ նվիրատվությամբ։ Բայց հողամասի ինչքան էր, քառակուսի ինչքան էր, ընդհանուր 12.5 հեկտար։ 3 հեկտարը առանձնացրել է Առանձնացրել են կադաստրով ու Վրեժ Մարկոսյանը փոխանցել են, որ փոխանցել Մամեր Ղարիբյանի դրա դիմաց տալ կնիկների մեքենաները, բայց խախել են ինձ ոչ մի բան չեն։ Այ երբ որ Վրեժ Մարկոսյանի անվան ցեցիք այդ հողամասերը ու Մամեր Ղարիբյանը չտվեց իր պայմանավորվածության համաձայն այն կնիկներ մյուս գերության։ Վրեժ Մարկոսյանի ասել եք
հետ տա այդ հողը մասը։ 100 անգամ։ 100 Եվ անգամ։ ինչ էր ասում։ Ասում աղա գարմիկի չեն ասում, աղա գարմիկի չեն ասում։ Ասում աղա գարմիկի չեն, ի՞նչ կապ ունի այս հողի հետ։ Իմ հողն է հետ դուր։ Բա չէ իրան ասա իրա։ Ես հասկացա, որ իրանք արդեն իրար մեջ պայմանավորվել են այդ հողի իզանից խլել։ Շատ լավ։ Դե այդ 100 անգամ ասել եմ, չի եղել գործարքի, հետ դուր իմ հողը։ Ինչ ես տալի իմ հողը։ Այդ հողը հոգոնը չի, հետ դուր իմ հողը դուրի։ Ես իմանամ ինչ եմ անում։ Այդ հողի ամբողջ կողքերը պատեր ա դրած։ Այդ հողը ես կբերեմ ինձ դատական պրոցեսի ցույց կտամ կնայի։ Այդ հողը հերավուսից մեջ կա պրինցիպի։ Այդ հողի մի հեկտարը լիճ արձակած։ Այդ լճի վրա 100,000, 120,000 դոլար հող են ծախսել։ Կարող է գալ նայել։ Դա հող չի, որ հիմա հող են ասում իրանք։ Դա հող չի, այդ տարածքի լիճն է։ Այդ տարածքը լիճ ունի, լիճ է սարքել։ Նախագծել են, բան են արել։ Դա լիճ է, այդ հողի մեջ լիճ է։ Դամբայով իր հսկայական քարերով մի տարի սարքել են այդ դամբայը սարքած, լիճ է սարքած։ Այսինքն եթե դա ուրիշի հող է կամ ուրիշի բդի հող տարի, լիճ դա խի վերում էր դրում, ինչի՞ անում։